Ողջույն բոլորին, այս տեսանյութում մարտի 27-ի լուսնային օրացույցն է։ Մինչև ժամը 12:24 դեռ կլինի լուսնային 9-րդ օրը։ Սկսված արդեն 12:24-ից մինչև մարտի 28-ը ժամը 13:58 կլինի արդեն լուսնային 10-րդ օրը։ Այսօր լուսինը կանգնած դիրք ունի ժամը 15:40-ից մինչև 18:10 Մարտի 27-ին լուսինը առավոտյան մինչև ժամը 15:10 կլինի դեռ խեցգետին նշանում, դրանից հետո արդեն անցնում է առյուծ նշան։ Երբ որ գտնվում է խեցգետին նշանում, որովայնը, ստամոքսը, լորձաթաղանթը, ձվարանները, արգանդը, հեշտոցը, գատնագեղձերը, պլևրան, որովայնը, լիմֆատիկ համակարգը և կրծոսկրը։ Մարմնի և օրգանների այս մասերը բավականին զգայուն են և ուշադրության կարիք ունեն։ Իսկ երբ որ արդեն անցնում է առյուծ նշան, ապա սիրտը, աորտան, արյան շրջանառությունը, արյան ճնշումը, սրտի զարկերի հաճախականությունը, մարմնի և օրգանների այս մասերը ևս զգայուն են և ուշադրության կարիք ևս ունեն օրվա երկրորդ կես։ Իսկ աճող լուսնի ժամանակ բնականաբար վիրահատություններ չի թույլատրվում։ Լուսնային 10-րդ օրվա խորհրդանիշը դա շատրվանն է, աղբյուրը, սունկը, ծավալկայում է այն մասին, որ ջրի ընթացակարգ յուրաքանչյուր այսօր օգտակար է, քանի որ ամրապնդվում է կապը մարդու և ջրի տարերքի միջև։ Նաև շատրվանը դա ընտանիքի կարման է։ Մի մոռացեք ձեր սիրելիների մասին, դա պետք է լինի ձեր կարգախոսը։ Մի մոռացեք, իհարկե։ Օրվա գույները նարնջագույն և կապույտ, օրվա քարերը փիրուզ և ուվարովիտ և սաթ։ Այսօրը համարվում է տարվա ամենաերջանիկ օրերից մեկը։ Նախատեսված է ստեղծագործելու, նոր գործեր սկսելու, գիտելիքներ ձեռք բերելու համար։ Շատ ակտիվ օր է, կարող եք հանգստանալ ամեն հոգսից, բավականին շատ էներգիա կունենաք, որը հարկավոր չէ անհիմն օգտագործել։ Ծանր ֆիզիկական ծանրաբեռնվածության և մտավոր աշխատանքի համար այսօր այդքան էլ բարենպաստ չէ։ Լուսնային 10-րդ օրը երկնային նվերների օրն է։ Այսօր ասես կախարդությամբ ամեն ինչ հեշտությամբ է ստացվում։ Օրինակ պատահական գնված վիճակախաղի տոմսը կարող է շահող լինել, կամ կարող եք վաճառել և ինչ-որ բան գնել, որի մասին վաղուց եք երազում և շատ մատչելի գնով։ Այսօր կարող եք նվիրատվություններ անել, կապ չունի թե ինչ և որքան, բոլոր այն մարդկանց և երեխաների համար, ովքեր ունեն դրանց կարիքը։ Նաև կարող եք նվիրատվություններ անել եկեղեցիների և տաճարների կառուցման, մանկատների և ապաստարանների պահպանման համար։ Հավատքի և հավատարմության օր է, ինչպես նաև ավանդույթների պահպանման և դրանց հետևելու օրը։ Ամեն վիշտ և տխրություն այսօր կանցնի ընդամենը մի քանի ժամում։ Այսօր ավելի սիրով կլինեք և կցանկանաք բոլորին օգնել։ Լուսնային 10-րդ օրը շատ լավ օր է տան շինարարական աշխատանքներ սկսելու համար, ինչպես նաև տան բարեկարգման, այգու, հողամասում ոչ շատ ծանր գործեր անելու համար։ Նաև շատ շփվեք ընտանիքի անդամների հետ։ Այսօր հնարավորինս փորձեք օրն անցկացնել ընտանեկան շրջապատում, նաև որևէ օգտակար բան արեք ընտանիքի համար, օրինակ բոլոր ընտանիքի անդամներով մաքրեք բնակարանը կամ վերանորոգման աշխատանքով զբաղվեք, տան իրերը տեղափոխեք։ Նաև տան համար կարող եք նոր իր գնել, եթե հնարավորությունը կբավականացնի, ապա կարող եք փոքրաշատրվան գնել կամ պատրաստել։ Հղիություն, որպեսզի լուսնային 10-րդ օրվա բեղմնավորված երեխան երջանիկ լինի, ապա պետք է նախապես պատրաստվեք դրան։ Գրանցեք եկեղեցի, աղոթեք նրա հետագա ճակատագրի համար, խնդրեք նրա համար երջանիկ ճակատագիր։ Նաև այս օրը բեղմնավորված երեխան շատ սերտ կապի մեջ կլինի իր ընտանիքի հետ, իր նախնիների հետ, որոնք հետագայում շատ կաջակցեն իրեն։ Եթե դուք բարեկեցիկ կյանքով չեք ապրում, ապա հավանական է, որ այսօրվա բեղմնավորված երեխան չկարողանա հարստանալ։ Համենայն դեպս իր համար գումարը չէ, որ երջանկություն կբերի, ինքը կունենա հնարավորություն հետաքրքիր կյանքով ապրելու, նաև շատ կսիրի ճանապարհորդել։ Այսօրվա ծնված երեխան կարող է ամբողջ կյանք անցկացնել տարբեր երկրներում պտտվելով, կսիրի շատ ճանապարհորդել, կարելի է ասել կլինի մոլի ճանապարհորդ։ Եթե նույնիսկ իրենք չկարողանան իրականացնել իրենց երազանքները հեռավոր երկրների մասին, նրանք ամբողջ կյանքում կերազեն նրանց մասին։ Նրանք ռոմանտիկ են և արկածախնդիր։
Նրանք շատ լավ կապ ունեն տիեզերքի հետ, իրենք էներգիա են վերցնում տիեզերքից։ Բայց այսօրվա ծնվածների մեջ կան շատ ագահ մարդիկ, և դրա պատճառով հնարավոր է հանդիպել մշտական խոչընդոտների։ Ովքեր որ ծնվել են լուսնային 10-րդ օրը, ապա կարող եք միանշանակ ձեզ երջանիկ և հաջողակ համարել, քանի որ ձեզ ընձեռվում է ապրել շատ երկար։ Սուրբ ջուրը, հատկապես մկրտության ջուրը, ձեզ շատ հաջողություն կբերի, ինչպես նաև կբուժի շատ հիվանդություններից։ Մարդիկ անընդհատ կդիմեն ձեզ օգնության համար, քանի որ ձեր ուժն ու էներգիան շատ կլինի։ Դուք պատկանում եք այն ընտրյալներին, ովքեր գրեթե հոգնածություն չեն ունենում։ Եթե անգամ հոգնում եք, ապա ձեզ մոտ կարծես առաջանում է երկրորդ ավելի ուժեղ էներգիա և կարողանում եք ամեն գործ հասցնել իր ավարտին։ Շատ երջանիկ են նաև լուսնային 10-րդ օրվա ծնված տղամարդիկ, քանի որ իրենց մոտ տղամարդկային ոչ մի խնդիր չի առաջանում։ Այսօր լավ օր է նոր տուն, ջերմոց կամ բաղնիք կառուցելու համար, լավ է նաև տան կամ բնակարանի վերանորոգումը սկսելու համար։ Կենցաղային հարցերում ամեն ինչ լավ կստացվի։ 10-րդ լուսնային օրը շատ լավ է տուն կառուցել, ամառանոց, նոր կահույք բերել, սկսել վերանորոգում, բոլոր բիզնեսները հաջող կլինեն։ Սանրվածք։ Այսօր բացարձակ բարենպաստ չէ մազերը կտրել, անգամ ծայրերից։ Կտրելուց ավելացնում եք ձեզ մոտ մի շարք հիվանդություններ։ Կարող է խնդիրներ առաջանալ տեսողության, հոտի, համի հետ կապված և բոլոր զգայարանների հետ կապված։ Եթե փոփոխություն եք ուզում անել այսօր, ապա կարող եք ներկել ձեր մազերը։ Կարող եք ձեր մազերը ներկել հնայով կամ դրանով դիմակ պատրաստել և քսել ձեր մազերին։ Այսօրը պետք է հնարավորինս հաճախ սանրել մազերը։ Բիզնես և աշխատանք։ Հիանալի օր է ցանկացած շինարարության մեկնարկի համար, հիմքը դնելու համար։ Կարող եք նաև երկարաժամկետ նախագծեր մշակել, որոնք նախատեսված են ապագայի համար։ Ձեր կյանք հնարավորինս նորություններ մտցրեք։ Մտածեք բոլոր ոլորտների վերաբերյալ և ինչը որ կկարողանաք անել, թե ֆիզիկապես և թե գումարային առումով, ապա սկիզբը սկսեք այսօր։ Կարող եք նաև բացել անշարժ գույքի գործակալություն կամ շինարարական ընկերություն։ Անշարժ գույքի գործարքների դեպքում այսօրը նույնպես հաջողություն կբերի։ Շինարարները հաջողության կհասնեն ամենադժվար գործերում։ Լավագույն օրերից մեկն է նոր բիզնես սկսելու համար, անգամ բիզնեսը գրանցելու համար։ Այսօրը նաև շատ բարենպաստ է անշարժ գույքի համար, ովքեր ցանկանում են վաճառել, կարող են այսօր հայտարարություն տեղադրել։ Լուսնային 10-րդ օրը բացված բիզնեսը ներդրումներ և ժամանակ է պահանջում իր զարգացման համար։ Նա շատ շուտ չի ոտքի կանգնի և ժամանակի ընթացքում նոր կվերածվի կայուն բիզնեսի։ Այսօրը ներկայացված գովազդը շատ արդյունավետ կլինի, իսկ այն գաղափարները, որոնք կհանրայնացնեք, դա կզարգանա։ Անձնական կյանք։ Եթե դուք վիճաբանության մեջ եք, ապա ամենալավ օրը հաշտեցման համար դա այս օրն է։ Այսօրը զաքսավորված կամ ամուսնացած զույգերը, եթե ոչ հավերժ, ապա միասին կլինեն, շատ երկար և շատ երեխաներ կունենան։ Այսօրը շատ հարմար է ժամադրության ռոմանտիկ հարաբերությունների համար։ Հակառակ սեռի հետ հարաբերությունները կբերեն ուրախություն և ամուր կապեր։ Այսօրը տանը նստեք, շատ լավ օր է ամուսնությունների համար, նրանք ամուր ու երջանիկ կլինեն, ապագայում կունենան մեծ տոհմածառ։ Խոցելի են հոդերը, կրծքավանդակի ոսկորները և շագանակագեղձը։ Այսօրվա տեսած երազները անիմաստ են, բայց շատ հաճելի, դրանք շատ հազվադեպ են իրականանում։ Այսօրը այգեգործության համար շատ բարենպաստ է, եթե տեղադրեք ջերմոց կամ կառուցեք նոր շենք կամ հիմքը գցեք։ Ինչ կարելի է անել այս լուսնային օրը։ Օրը նվիրեք ընտանիքին, հանգիստ և ուժի կուտակում, տան կառուցում, ավանդույթների ամրապնդում։ Ինչից պետք է խուսափել այս լուսնային օրը։ Հարաբերությունների պարզաբանումից, բաց կոնֆլիկտներից, աշխատակիցների ազատումից և խախտելով տան կամ հաստատված ավանդույթները։ Եվ այսօր բարենպաստ է խալերի հեռացումը, բարենպաստ է նաև վարկ վերցնելու համար, գումար հավաքելու համար, նոր բան սկսելու, գնել դրամապանակ, անշարժ գույք ձեռք բերել, բնակարանը մաքրելու համար, խոսել տնօրենի հետ, հարցազրույցի համար է լավ, կահույքի վերադասավորում, վերանորոգման աշխատանքների սկիզբ, նաև ճանապարհորդության համար, տեղափոխություն և բնակարանամուտ, ձնվերը դնել ինկուբատորի մեջ և կենդանիներին ամորձատում, նաև ամուսնալուծության համար է բարենպաստ, ծանոթանալու, շփվելու,
նաև հաշտվելու համար է շատ լավ, հոնքերի և թարթիչների ուղղման համար է շատ լավ, իսկ այգեգործության համար լավ է սածիլների համար, պղպեղը հավաքելու, ձմեռային ցանքի, սխտոր հավաքել, մանյացնել կաղամբը, վարունգ տնկել, պահպանել վարունգը, գազար տնկել, բույսերը աճեցնել կամ բույսերը չգիտեմ ինչ բաներ եք անում, հատումներ անել, ձմերուկների համար է շատ լավ խաղողի տնկում, պտղատու ծառերի կտրում, կարտոֆիլ տնկել, ելակի սերմերը տնկելու համար է շատ լավ։ Այսքանը սիրելիներս, ձեզ հաճելի օր եմ մաղթում։